Ինձ թվում է իրենք գոհ կլինեն, քանի որ իրենց կյանքում մեծ բան չի փոխվի դրանից հետո, որովհետև հիմա էլ դրանով են զբաղված։ Նաև կուզեմ ասեմ այն, ինչ կատարվում է եկեղեցու հետ, պատմեմ ձեզ։ Մեզ մի բան չի հիշեցնում, այն ինչ կատարվում է մեր եկեղեցու հետ։ Հիշում եք, իշխանության գալուց հետո սկսվեց բանակի հանդեպ ինչ-որ պրոցեսներ։ Ասվեց, որ սպաները եւ գեներալները կոռումպացված են, քաջ չեն կռվում։ Մի քանի տարվա ընթացքում տասնյակ սպաներ եւ գեներալներ հեռացվեցին բանակից։ Եվ այն ժամանակ էլ նույն ձեռագիրներ։ Ասում էին, սպան լավը չի, գեներալը լավը չի, զինվորը լավն է։ Հիմա ասում են, սրբազանները, մեր սրբազանները, մեր եկեղեցու սրբազանները լավը չեն, քահանան լավն է։ Հակադրություն են բերում ստեղծում, քանի որ մեր երկրում ուրիշ հակադրություն չեն կարող ստեղծել։ Մեր երկիրը 95%-ով առաքելական եկեղեցու հետևորդ է, 98%-ով հայ ազգի ներկայացուցիչներ են այստեղ ապրում եւ որևէ ուրիշ հակադրություն Հայաստանում, բացի ղեկավար եւ ոչ ղեկավար հակադրության, նրանք չէին կարող ստեղծեին։ Այդ իսկ պատճառով նրանք ստեղծել են այս հակադրությունը, որպեսզի կարողանան քանդեն այս կառույցները։ Հիմա ձեզ հարց եմ տալի. մեր այսօրվա բանակից է Ադրբեջանը ավելի շատ վախենում, թե 7 տարի առաջվա։ Նույնն էլ եկեղեցու հետ է լինելու։ Դուք պատկերացնում եք ՔՊԱ-ացված եկեղեցի։